Այս կարևոր փաստաթուղթը, որը ստորագրվում է կառավարության, Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիա եւ Հայաստանի Գործատուների Հանրապետական միության միջև եւս մեկ կարևոր քայլ է սոցիալական գործընկերների հետ համակարգված եւ փոխշահավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ։ Փաստաթղթի առանցքային նպատակն աշխատողների եւ գործատուների շահերի հավասարակշռված պաշտպանությունն է, ինչպես նաեւ վստահելի եւ արդյունավետ երկխոսության կառուցումը։ Կառավարության եւ սոցիալական գործընկերների հետ հանրապետական մակարդակում ֆորմալ համագործակցության սկիզբը դրվել է դեռևս 2009 թվականի ապրիլի 27-ին առաջին հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կնքմամբ։ Ավելին, Հայաստանի Հանրապետությունը 1992 թվականից անդամակցում է Աշխատանքի միջազգային կազմակերպությանը եւ այս պայմանագրի ստորագրումը լիովին համահունչ է ԱՄԿ կոնվենցիաներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի սկզբունքներին, որոնք սահմանում են խորհրդատվությունների եւ բարեփոխումների գործընթացում սոցիալական գործընկերների ներգրավումը։ Ուզում եմ նաև ընդգծել, որ բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության զարգացումը եւ աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների շարունակական բարելավումը նաև կառավարության ծրագրի առաջնահերթություններից է։ Եռակողմ կոլեկտիվ պայմանագիրը վկայում է մեր ընդհանուր պատրաստակամության մասին, կառուցելու փոխվստահության, երկխոսության եւ պատասխանատվության վրա հիմնված աշխատանքային հարաբերություններ։ Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիան մշտապես հանդես է գալիս աշխատողների իրավունքների պաշտպանության, սոցիալական երաշխիքների ամրապնդման, աշխատաշուկայի արդիականացման օգտին։ Այս պայմանագիրը եւս մեկ կարևոր քայլ է այդ ուղղությամբ, նպաստելով աշխատանքի անվտանգության բարձրացմանը, արժանապատիվ վարձատրությանը եւ սոցիալական կայունությանը։ Այսօր մենք ստորագրում ենք մի փաստաթուղթ, որը Հայաստանում սոցիալական գործընկերությունը դնում է որակապես նոր հիմքերի վրա։ Ցանկանում եմ հատուկ ողջունել Աշխատանքի միջազգային կազմակերպության մեր բարձրաստիճան գործընկերներին, ովքեր առցանց միացել են մեզ. պարոն Այք, Էմանուել Ժուլիենին, Հենրիկ Մոլերին, Սերգեյ Գլովացկասին եւ Վլադիմիր Չուրովիչին։ Ձեր ներկայությունը եւս մեկ անգամ հավաստում է, որ մեր ворթեգրած ուղին համահունչ է միջազգային լավագույն չափանիշներին եւ վայելում է ԱՄԿ-ի լիակատար աջակցությունը։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կողմերին այս կարևոր ռազմավարական համաձայնությանը հասնելու համար, որը վկայում է մեր փոխադարձ վստահության եւ կառուցողական երկխոսության մասին։